Դոնալդ Թրամփը մտադիր չէ երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնի համար, այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Ես նախագահ եմ լինելու ընդհանուր առմամբ 8 տարի 2 ժամկետ։ Իմ կողմնակիցները պարբերաբար հորդորում են ինձ առաջադրվել երրորդ անգամ, սակայն մտադիր չեմ դա անել, նշել է Թրամփը։ Նա անդրադարձել է Ուկրաինայում խաղաղության բանակցություններին, նշել կողմերից մեկի հետ ավելի մոտ են համաձայնության առանց հստակեցնելու, թե որ երկրի մասին է խոսքը։ Թրամփը կրկնել է հայտարարությունը, որ կդադարեցնի միջնորդական ջանքերը, եթե Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու ուղղությամբ առաջընթաց չտեսնի։ ԱՄՆ նախագահն իր սոցիալական ցանցի էջում էլ հայտարարել է, որ հանձնարարել է առևտրի նախարարությանը եւ ԱՄՆ առևտրային ներկայացուցչին անհապաղ սկսել գործընթաց, որը կսահմանափակի արտասահմանյան ֆիլմերի մուտքը ամերիկյան շուկա։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով ամերիկյան կինոարտադրությունը շատ արագ անկում է ապրում, քանի որ այլ երկրներ առաջարկում են շահավետ պայմաններ խթանելով ֆիլմ արտադրողների արտահոսքը։ Ռուսական կողմի որոշումը համարում ենք անբարյացկամ քայլ եւ ակնկալում հստակ բացատրություններ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը, մեկնաբանելով Ռուսաստան ադրբեջանցի падգամավորի մուտքի արգելքը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն նշել է, որ միջադեպի կապակցությամբ դեսպանատան միջոցով անմիջապես կապ է հաստատել Ռուսաստանի արտգործնախարարության հետ։ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ դեպքը կհետաքննվի, սակայն որոշման պատճառների մասին բացատրություն չի տրվել։ Մոսկվայի օդանավակայանում ադրբեջանցի падգամավոր Բադամովի բերման են ենթարկվել, նրա մուտքը Ռուսաստան արգելվել է։ Լրատվամիջոցները գրում են, որ ռուսական կողմը падգամավորին սև ցուցակում է ներառել Ռուսաստանի Պետդումայի падգամավոր Նիկոլայ Վալոևի մասին վիրավորական հայտարարությունների համար։ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել է Գազայի հատվածում գործողությունը ընդլայնելու ծրագիրը, հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նրա խոսքով գլխավոր շտաբի պետի կողմից ներկայացված Համաս շարժման լիակատար չեզոքացման եւ իսրայելցի պատանդների գերությունից ազատելու օպերատիվ ծրագիրն ընդունվել է միաձայն։ Այն ներառում է Գազայի հատվածի գրավում եւ դրա վերահսկողություն, խաղաղ բնակիչների տեղափոխում դեպի հարավ նրանց անվտանգության համար։ Իսրայելական կողմը նախատեսում է Համասին զրկել մարդասիրական օգնությունից եւ զանգվածային հարվածներ հասցնել շարժման ենթակառուցվածքներին ու հրամանատարական կետերին։ Գենդելմանը նշել է, որ ծրագիրը լիովին համապատասխանում է վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից վերջին ամիսներին հնչեցրած նպատակներին։ Նրա խոսքով, ի տարբերություն նախորդ գործողությունների, այս ծրագիրը ոչ թե թիրախային հարձակումների, այլ անկլավի տարածքի ամբողջական գրավման եւ դրա նկատմամբ կայուն վերահսկողության հաստատման մասին է։ Թուրքիայի նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը վերջ տալ Իսրայելի գործողությունների հետ կապված լռությանը։ Աշխարհն ավելի մեծ է, քան Իսրայելը, մենք պետք է ցույց տանք մեր ուժը, հակառակ դեպքում շատ ուշ կլինի եւ նրանք, ովքեր այսօր լռում են, չեն կարողանա արդարանալ պատմության առջև, ընդգծել է Էրդողանը։ Նա սուր քննադատության է ենթարկել Իսրայելի գործողությունները Սիրիայում եւ Գազայի հատվածում, մեղադրելով միջազգային իրավունքի համակարգված խախտումների եւ տարածաշրջանն ապակայունացնելու համար։ Էրդողանն Իսրայելն անվանել է միջազգային իրավունքի սպառնալիք, ընդգծելով, որ երկիրը սովորություն է դարձրել միջազգային նորմերի ոտնահարումը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն Իսլամաբադի խնդրանքով փակ խորհրդակցություն կանցկացնի Հնդկաստանի եւ Պակիստանի միջև ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում նախագահում է Հունաստանը, որն էլ նշանակել է հանդիպումը։ Հնդկաստանի Ջամու եւ Քաշմիրի նահանգի Պահալգամ քաղաքում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական գործողության հետաքննության ընթացքում Հնդկաստանի հետաքննությունների ազգային գործակալության նախնական հաշվետվության համաձայն հարձակումը կազմակերպած Լաշքար-e-Թայբա ահաբեկչական խմբավորումը կապեր ունի Պակիստանի հետախուզական ծառայության հետ։ Նշվում է, որ հարձակմանը մասնակցած ահաբեկիչներից երկուսը Պակիստանի քաղաքացիներ են, որոնք կապի մեջ են եղել պակիստանցի համակարգողների հետ, ստանալով հստակ հրահանգներ։ Նախնական տվյալով ահաբեկիչները Հնդկաստանի տարածք են ներթափանցել հարձակումից մի քանի շաբաթ առաջ։ Ռումինիայում տեղի է ունեցել նախագահի հերթական ընտրությունը։ Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեաթերթիկների 99.99%-ի հաշվարկից հետո հրապարակել է նախնական տվյալներ։ Նախագահի ընտրության արդյունքներով առաջատար է ազգայնական Դաշինք հանուն ռումինացիների միավորման կուսակցության առաջնորդ Ջորջե Սիմեոնը, հավաքելով ձայների 41%-ը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Բուխարեստի քաղաքապետը եւ աջ կենտրոնամետ Ռումինիայի փրկության միության հիմնադիր Նիկու Սորդենը ձայների 21%-ով։ Քանի որ թեկնածուներից որևէ մեկը չի ստացել ձայների 50%-ից ավելին, կանցկացվի ընտրության երկրորդ փուլ։ Մերի Ներսիսյան, լուրեր։